Professor Porzeron, Porzeron professor, Nora sottori այսօր, Porzeron professor, Բարև ձեզ սիրելի փոքրիկ գիտակներ, շնորհակալ եմ, որ կրկին միացել եք ինձ, գիտելիքի, զարմանքի և ուրախ բացահայտումների այս հրաշալի ճամփորդությանը։ Այսօր մեզ սպասում են նոր հարցեր, հետաքրքիր փորձեր ու բացահայտումներ։ Իսկ դուք սիրելիներս, պատրաստվեք ցույց տալու ձեր հնարամտությունը, խելքն ու համարձակությունը։ Եվ հիշեք, իմ անունն է Porzeron, և ես սիրում եմ, երբ երեխաներն ուսումնասիրում են գիտությունը, մշակույթը և սպորտը, այն ամեն ինչ տանում է արկածների հետքերով։ Professor Porzeron, Ահա ես բացել եմ ձեր ուղարկած հարցերի էջը և տեսնում եմ, թե ինչքան նոր ու հետաքրքիր հարցեր եք ինձ ուղարկել։ Դե ինչ, սկսենք Մերի Գրիգորյանի հարցով։ Բարև պրոֆեսոր, ես 9 տարեկան եմ, Հրազդան քաղաքից։ Կարող եք ասել, ինչու են Հայաստանը անվանել ծովից ծով, չէ որ Հայաստանում ծով չկա։ Շատ լավ հարց էր փոքրիկ Մերի։ Երեխաներ, գիտեք, որ ավելի քան 2000 տարիներ առաջ եղել է մի թագավոր, որի օրոք Հայաստանը դարձել էր իսկական գերտերություն։ Եվ այս արտահայտությունը պատմականորեն կապված է Տիգրան Մեծի թագավորության ժամանակաշրջանի հետ, մեր թվարկությունից առաջ առաջին դարում։ Տիգրան Մեծը համարվում է հայոց ամենահզոր թագավորներից մեկը։ Հռոմեացի պատմագիր Պլուտարքոսը Տիգրան Մեծի մասին գրել է. թագավոր, թագավորած, այսինքն նա իշխում էր ոչ միայն իր, այլ նաև բազմաթիվ այլ թագավորությունների վրա։ Եվ այսպես, որտեղից է առաջացել ծովից ծով արտահայտությունը։ Հիմա նայենք այս քարտեզին։ Տիգրան Մեծի օրոք այն հասել է արևմուտքում մինչև միջերկրական ծով, ներկայիս Սիրիայի տարածքը, ներառյալ Անտիոք քաղաքը, արևելքում մինչև Կասպից ծովի մոտակայքը, հյուսիսում Կովկասյան լեռներ, հարավում Միջագետք ու հյուսիսային Մեսոպոտամիա, ներկայիս Իրաքի և մասամբ Սիրիայի տարածքի, հատկապես Սիրիայի հյուսիս-արևելյան մասը։ Այսպիսով, ծովից ծով Հայաստան արտահայտությամբ նկատի ունենք պատմական մեծ հայքի տարածքը, որը ժամանակին տարածվել է այս երկու ջրային սահմանների միջև։ Եվ հենց այս ժամանակ էլ ծնվել է ծովից ծով անվանումը։ Սա նշանակում էր մի հզոր, ազատ, խաղաղ Հայաստան, որտեղ ժողովուրդը զբաղվում էր կրթությամբ, մշակույթով և օրենքով։ Ինչու են այդ բառերն այդքան կարևոր։ Որովհետև երեխաներ, հայ ազգային ազատագրական շարժման շրջանում այս խոսքը դարձել է մի երազանք, որը խորհրդանշում էր հայ ժողովրդի ազատ, ամբողջական հայրենիքի հանդեպ ձգտումը։ Պոեզիայում, քաղաքական խոսքում ու երգերում այս արտահայտությունը դարձավ մեծ հույսի և նպատակամղվածության խորհրդանիշ։ Եկեք հարգենք մեր պատմությունը, սիրենք ներկան և կառուցենք ապագան ճիշտ մտածողությամբ և ուժով։ Professor Porzeron, Իսկ հիմա կարդում եմ հաջորդ հարցը։ Բարև պրոֆեսոր Porzeron, ես Դավթյան Սամվելն եմ, 12 տարեկան։ Շատ եմ սիրում սպորտը և երազում եմ մասնակցել օլիմպիական խաղերին, կեցցես Սամվել։ Պրոֆեսոր, կարող եք ասել, ինչ են խորհրդանշում օլիմպիական օղակները։ Ինչ հրաշալի երազանք, բայց իմացիր, երազանքին հասնելու համար պետք է աշխատասիրություն և ձգտում։ Երեխաներ, իսկ հիշում եք, քանի օղակ է պատկերված օլիմպիական դրոշի վրա։ Լավ է, եկեք պարզենք։ Երեխաներ, օլիմպիական դրոշի վրա կա 5 օղակ, որոնք միացած են միմյանց խորհրդանշելով համերաշխություն և միասնություն։ Դրանք խորհրդանշում են աշխարհի 5 մայրցամաքները, որոնք մասնակցում են օլիմպիական խաղերին՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ավստրալիա և Խաղաղօվկիանոսյան երկրներ։ Այս օղակները ցույց են տալիս, որ սպորտը միավորում է ամբողջ աշխարհը, անկախ ազգությունից, լեզվից կամ մշակույթից։ Դուք կտեսնեք նաև, որ այդ օղակները տարբեր գույների են՝ կապույտ, դեղին, սև, կանաչ և կարմիր, իսկ դրոշի հիմքը սպիտակ։ Պիեր դը Կուբերտենը, ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադիրը, ասել է, որ այս 6 գույներից մեկնումեկը կարող եք տեսնել տարբեր երկրների ազգային դրոշներում, այսինքն դրոշը նաև հարգանքի և միասնության նշան է։ Դրոշը ստեղծվել է 1913 թվականին։ Առաջին անգամ պաշտոնապես բարձրացվել է 1920 թվականի Անտվերպենի օլիմպիական խաղերում։ Ավելացնեմ նաև, որ օլիմպիական խաղերը իրենց անունը ստացել են Հին Հունաստանում գտնվող Օլիմպիա քաղաքից, որտեղ մեր թվարկությունից առաջ 776 թվականին առաջին անգամ անցկացվել են այս մրցումները Զևս աստծո պատվին։ Օլիմպիան մի սուրբ վայր էր, որտեղ հին հույները հավաքվում էին 4 տարին մեկ իրենց լավագույն մարզիկներով մարմնի ու հոգու ուժը ցուցադրելու համար։ Հին խաղերն ունեին կրոնական, սպորտային ու մշակութային մեծ նշանակություն։ Սակայն մեր թվարկությունից առաջ 393 թվականին խաղերը դադարեցին։
1896 թվականին ֆրանսիացի կրթական գործիչ Պիեր դը Կուբերտենը վերակենդանացրեց այս ավանդույթը ստեղծելով ժամանակակից օլիմպիական խաղերը, որոնք առաջին անգամ անցկացվեցին Աթենքում։ Նա հարգեց հին ավանդույթը պահելով նույն անունը օլիմպիական խաղեր՝ ի նշան անցյալի փառքի եւ մարդկության միասնության։ Երեխաներ, երբ տեսնում եք օլիմպիական խաղերի դրոշը, հիշեք, որ դրանք պատմում են աշխարհի բոլոր ժողովուրդների մարզիկների եւ մշակույթի մասին։ Սպորտը մի լեզու է, որ հասկանում են բոլորը, ու հենց այդ միասնությունն է ամենաուժեղ մրցանակը։ Պրոֆեսոր փորձերով Երեխաներ, իսկ դուք գիտեիք, որ պինգվինները հաճախ սայթակում են սառույցի վրա եւ ընկնում, հետո այնպեսի դեմքի արտահայտություն են ընդունում, ասես ոչինչ չի պատահել։ Տեսնում եք, նույնիսկ մայր բնությունը ունի հումորի զգացում։ Իսկ ես ունեմ հարց։ Այս մեկը տեսահարց է, երեխաներ։ Եկեք միասին դիտենք։ Բարև պրոֆեսոր Փորձյան, երբ է հայտ եկել թղթի գյուտը։ Նախքան թղթի հայտնագործությունը մարդիկ գրում էին տարբեր նյութերի վրա։ Միջագետքում օգտագործում էին կավե սալիկներ, որոնց վրա գրվում էին սեպագիր նշաններով։ Երբեմն այդ սալիկները թրծում էին, որպեսզի պահպանվեն երկար ժամանակ։ Հին Եգիպտոսում գրավոր խոսքի համար օգտագործում էին պապիրուս։ Պապիրուսը պատրաստվում էր բուսական ցողունի շերտերով։ Այն թեթև էր, բայց փխրուն։ Հունաստանում եւ Հռոմում օգտագործում էին մոմապատ տախտակներ կամ կենդանիների կաշվից պատրաստված պերգամենտ, մագաղատ, որը թանկ էր։ Հին Չինաստանում որոշ գրառումներ կատարվում էին բրոնզե ափսեների, քարե սալերի կամ մետաքսե կտորի վրա, բայց մետաքսը շատ թանկարժեք էր եւ բոլորին հասանելի չէր։ Թղթի գյուտը արվել է Հին Չինաստանում, մեր թվարկությունից առաջ 105 թվականին, Տան դինաստիայի օրոք։ Այս գյուտի հեղինակը Ցայ Լունին է, շինացի պալատական պաշտոնյա, որը ծառայել է կայսեր պալատում։ Ցայ Լունը ստեղծեց թուղթը, օգտագործելով բնական մատչելի նյութեր՝ ծառի կեղև, ծիածանախոտ, հին ձկնորսական ցանցեր եւ մետաքսե արտադրության թափոններ, նաեւ ջուր։ Նա մանրացնում է այս բոլոր նյութերը, մինչև դառնան մածուցիկ զանգված։ Այնուհետև զանգվածը լցվում էր տափակ փայտե ցանցի վրա, որը քամվում էր, իսկ մնացորդը չորանում։ Ստացվում էր թեթև, գրելու համար հարմար, հարթ մակերևույթով թուղթ։ Այս եղանակը, երեխաներ, դարձավ թղթի արտադրության հիմքը ամբողջ աշխարհում, առանձնապես որոշ տեղերում մինչ օրս էլ չի փոխվել։ Թուղթը սկսեց շատ կարևոր նշանակություն ունենալ, քանի որ այն շատ ավելի էժան էր, քան մետաքսը կամ պերգամենտը, ավելի թեթև էր ու հարմար տեղափոխելու համար։ Թույլ էր տալիս գրավոր խոսքը հասանելի դարձնել հասարակությանը։ Այն դարձավ գրքերի, քարտեզների, գիտական տեքստերի ու բանաստեղծությունների տարածման հիմնական միջոցը։ Թղթի գյուտով սկսեց նոր ժամանակաշրջան, գիտելիքի պահպանման, փոխանցման եւ մշակույթի զարգացման գործում։ Թուղթը սկսեց տարածվել ամբողջ աշխարհում։ Մեր թվարկությունից առաջ 7-ից 8-րդ դարերում այն հասավ իսլամական աշխարհ։ Արաբները թղթի արտադրությունը յուրացրեցին չինացիներից։ 12-րդ դարում թուղթը արդեն հասանելի էր Իսպանիայում, Իտալիայում եւ Ֆրանսիայում։ Եվ 15-րդ դարում Գուտենբերգի տպագրական մեքենայի գյուտից հետո թուղթը դարձավ մասսայական հրատարակման գլխավոր միջոցը։ 17-ից 18-րդ դարերում Եվրոպայում թղթի պահանջարկը կտրուկ մեծացավ։ Գիտնականները հայտնաբերեցին, որ թուղթ ստանալու համար կարևոր է ցելյուլոզա նյութը, որը կա բույսերի, հատկապես ծառերի մեջ։ Այս բացահայտմամբ ծնվեց նոր եղանակ՝ փայտամշակումով թուղթ ստանալու տեխնոլոգիան։ Թղթի արտադրության ժամանակակից փուլերը հիմնականում հետևյալն էին։ Ընտրվում էին հատուկ ծառատեսակներ, օրինակ սոճի, եղևնի կամ կեչի։ Ծառի վրայից հեռացնում են կեղևը եւ փայտը մանրացնում։ Այդ փայտահատիկները եփվում են քիմիական լույսույթի մեջ, որից հետո մնում է մաքուր ցելյուլոզային զանգվածը։ Ցելյուլոզան խառնվում է ջրի հետ, ստացվում է մածուցիկ զանգված, որը փռվում է լայն ցանցի վրա, քամվում է եւ չորանում։ Չորացած թուղթը հաշտեցնում են, լաքապատում կամ սպիտակեցնում, կախված նրանից, թե ինչի համար է այն նախատեսված՝ տպագրության, գրելու, թե օրինակ փաթեթավորման։ Բացի ծառերից ստացվող ցելյուլոզայից, այսօր թուղթը երբեմն պատրաստվում է նաև այլ նյութերից, օրինակ վերամշակված թղթից, այսինքն հին թղթի քայքայումից ստանում են նոր թուղթ։ Սա շատ լավ միջոց է, երեխաներ։ Հատուկ որակով թուղթը, օրինակ թղթադրամի համար նախատեսված թուղթը ստանում են բամբակից։ Որոշ երկրներում, օրինակ Չինաստանում եւ Հնդկաստանում, ստանում են եղեգից, իսկ էկոլոգիապես մաքուր թուղթ ստանալու այլընտրանք են շաքարեղեգի թափոնները։ Երեխաներ, թղթի արտադրության մեջ օգտագործում են բանանի տերևներ, խոտ, ծաղիկներ եւ կտորեղեն։ Այսօր թղթի արդյունաբերությունը զարգանում է այնպես, որ քիչ ծառեր կտրվեն եւ հնարավորինս ավելի շատ մնացորդներ վերամշակվեն։ Երեխաներ, երբ ամեն անգամ մի պարզ ցերտիկ եք վերցում ձեր ձեռքը, հիշեք, որ այդ թուղթը ժամանակին եղել է ծառ, որն ապրում էր բնության գրկում։ Ահա թե ինչու թուղթը պետք է գնահատել՝ գրելու, ստեղծելու, բայց ոչ երբեք վատնելու համար, քանզի դրա մեջ է ամփոփված մի ամբողջ ծառի կյանք։ Փոքրիկ ավելացում, երեխաներ։ Հին ժամանակներում նամակները գրում էին թղթի վրա,
Իսկ դուք առանց թուղթ օգտագործելու ձեր նամակները կարող եք ուղարկել այս էլեկտրոնային հասցեին։ Ես սպասում եմ ձեր հարցերի։ Պրոֆեսոր փորձերով Ախր հարցերոն, ես արդեն խոսել եմ աշխարհի հրաշալիքների մասին։ Ինչ։ Դու ուզում ես, որ ես պատմեմ Հայաստանի հրաշալիքների մասին։ Շատ լավ է։ Երեխաներ, այս անգամ ես պատասխանում եմ հարցերոնի հարցին։ Ես ձեզ կներկայացնեմ Հայաստանի բնության հրաշալիքները։ Առաջին՝ Արարատ լեռը։ Թեև այժմ նա Հայաստանի սահմաններից դուրս է, բայց Սուրբ Արարատը եղել է եւ մնում է մեր հոգու պատմական լեռը։ Այն պատկերված է մեր զինանշանի վրա եւ առասպելական Նոյան տապանի հանգրվանն է։ 2. Խոր վիրապից բացվող տեսարանը։ Այստեղից այնպիսի տպավորություն ասես կարող ես դիպչել Արարատ լեռանը։ Սևանա լիճը, Հայաստանի ծովը։ Սևանը Կովկասի ամենամեծ քաղցրահամ լիճն է։ Ազատ գետի կիրճը եւ գառնու ժայռերը։ Բնականորեն առաջացած քարե սիմֆոնիաներ, ուղղաձիգ եւ վեցանկյուն բազալտեսյուներով, որոնց ճարտարապետը բնությունն է։ Դրանք եզակի են։ Աշխարհում նմանօրինակ կտեսնենք միայն Իռլանդիայում։ Տաթևի կիրճը եւ Որոտան գետը։ Երեխաներ, այս հսկա խոր կիրճում տակնված են ջրվեժներ, քարանձավներ եւ աշխարհի ամենաերկար ճոպանուղին։ Շաքիի ջրվեժը։ Այն Հայաստանի ամենագեղատեսիլ ջրվեժներից է։ Գտնվում է Սիսիան քաղաքի հարավում, Շաքի գետի վրա։ Ջուրը հոսում է ժայռերից, թափվելով 18 մետրից հզոր, բայց մեղ մաղմուկով։ Խոսրովի արգելոցը։ Այն միջնադարյան ժամանակներից պահպանված արգելոց է, որտեղ ապրում են հազվագյուտ կենդանիներ եւ բույսեր։ Իդեպ համարվում է աշխարհի հնագույն արգելոցներից մեկը։ Արագած լեռը, որն ունի 4 գագաթ։ Ամենաբարձր գագաթը 4090 մետր է։ Իսկ դուք գիտեք, որ այն շատ տարիներ առաջ եղել է հրաբխային, իսկ հետո հանգչել է եւ դարձել խաղաղ հսկայական լեռ։ Արագած լեռան գագաթների մեջ ճիշտ նրա խառնարանի կենտրոնում գտնվում է մի փոքրիկ լճակ 3900 մետր բարձրության վրա եւ կոչվում է Քարի կամ Արագածի լիճ։ Ջերմուկի բնական տաք եւ հանքային ջրի աղբյուրներ։ Այստեղից երեխաներ կարելի է համտեսել տարբեր ջերմաստիճանի ջրեր՝ մի քիչ տաք կամ մի քիչ աղի եւ նույնիսկ մի քիչ գազավորված։ Հայաստանը հրաշալիքների երկիր է։ Սիրեք այն։ Պաշտպանեք բնության հրաշալիքները, որպեսզի նրանք էլ ձեզ պաշտպանեն։ Պրոֆեսոր փորձերով Ընկերներ, կարդում եմ հաջորդ հարցը։ Լևոն Ղազարյանի հարցը։ Բարև պրոֆեսոր, ես Լևոնն եմ։ Մեր տան ամենափոքրը։ Ախ, Լևոն, կարող եք ասել, ինչ անեմ, երբ ավակ եղբայրս թույլ չի տալիս իր խաղալիքներով խաղալ։ Երեխաներ, եկավ ընկերներին օգնելու ժամանակը եւ եկավ Աքսաննային տեսնելու ժամանակը։ Ես նրան անչափ կարոտել եմ։ Աքսաննա, օգնիր մեզ։ Ինչ անել, երբ ավակ եղբայրը թույլ չի տալիս իր խաղալիքներով խաղալ։ Պրոֆեսոր փորձերով Բարև ձեզ սիրելի երեխաներ, այսօր խոսելու ենք գրեթե բոլոր ընտանիքներում երեխաների մոտ վիճաբանության պատճառ հանդիսացող մի թեմայից։ Ինչ անել, եթե ուզում ես խաղալ որևէ խաղալիքով, բայց ավակ եղբայրդ կամ քույրդ թույլ չի տալիս։ Շատ երեխաներ այդ պահերին նեղվում են, բարկանում կամ տխրում։ Մենք բոլորս էլ երբեմն ուզում ենք ուրիշին պատկանող ինչ-որ բան։ Այդ ցանկությունը բնական է, բայց կարևորն այն է, թե մենք ինչպես ենք դրսևորում այդ ցանկությունը, խլում ենք թե խնդրում։ Մենք անցկացրել ենք փոքրիկ հարցում այս թեմայով։ Երեխաների մի մասը նշել է, որ պետք չէ հարցնել, եթե ուզում ես պարզապես վերցրու, իսկ մի մասը նշել է, որ հարցնելը պարտադիր է։ Եկեք պատմության միջոցով ուսումնասիրենք երկու տարբերակները եւ հետեւություն անենք դրանց ավարտից հետո։ Հասմիկը 6 տարեկան է։ Նա սիրում է նկարել, խաղալ տարբեր խաղալիքներով, բայց ամենից շատ իր քրոջ նոր ռոբոտով։ Բայց այդ ռոբոտը իրենը չէ։ Այն Լիլիթի, նրա 12 տարեկան քրոջ նվերն է։ Ժամերով Հասմիկը նայում է, թե ինչպես է Լիլիթը խաղում եւ միշտ հույս ունի։ Գուցե մի օր թույլ տա ինքն էլ խաղա այդ ռոբոտով։ Այսօր Լիլիթը դպրոց է գնացել, իսկ ռոբոտը մնացել է սեղանի վրա։ Հասմիկը կանգնած է սենյակի դրան մոտ, ձեռքերը սեղմած։ Ռոբոտը կարծես կանչում է իրեն։ Բայց ինչ անել։ Երեխաներ, եկեք դիտենք ձեր կողմից առաջարկած այն տարբերակը, որ կարելի է վերցնել առանց հարցնելու, եւ տեսնենք, թե ինչ կլինի դրա արդյունքում։ Հասմիկը ներս է մտնում։ Նա արագ վերցնում է ռոբոտը եւ ինքն իրեն ասում. «Մի փոքր կխաղամ, եւ Լիլիթը չի ելիմանա»։ Նա սկսում է շարժել ձեռքերը, սեղմել կոճակները, սկզբում ամեն ինչ լավ է։ Բայց հետո ռոբոտը շարժվելով սեղանի վրայից ընկնում է գետին եւ մի փոքր վնասվում։ Հասմիկի ձեռքերը սկսում են դողալ։
Երբ Լիլիթը տուն է գալիս, տեսնում է վնասված խաղալիքը։ Շատ է նեղվում եւ բղավում է Հասմիկի վրա։ Ասել էի չդիպչես, դու միշտ փչացնում ես ամեն ինչ։ Հասմիկը լուռ է, նրա ներսում տագնապ կա եւ վախ, բայց ամենից շատ կոտրված վստահություն։ Երբ երեխաները չունեն վստահություն, որ կարող են խոսել եւ նրանց կլսեն, նրանք սկսում են խուսափել պատասխանատվությունից։ Երբ դուք լուր խախտում եք սահմանը, հարաբերությունները թուլանում են եւ դուք դրանք ամրացնելու հնարավորություն չեք տալիս։ Հասմիկը ներս է մտնում։ Նա նայում է ռոբոտին եւ ուզում է վերցնել, սակայն ձեռքը հետ է քաշում։ Վերցնում է թուղթ ու մատիտ, սկսում է նկարել ռոբոտի պատկերով մի նկար եւ գրառում է անում վերևում։ Սա քո ռոբոտն է։ Եթե մի օր ուզենաս միասին խաղալ, ես պատրաստ եմ։ Քո քույրիկ Հասմիկ։ Երբ Լիլիթը տուն է գալիս, Հասմիկը ժպտում է ու տալիս է նկարը։ Լիլիթը կարդում է, նայելով փոքրիկ քրոջ աչքերին, հանկարծ կանգ է առնում։ Գիտես ինչ, արի, հիմա միասին կխաղանք։ Նրանք երկուսով նստում են գորգին, ու ռոբոտը այդքան սպասված սկսում է շարժվել արդեն երկուսի խաղով։ Հասմիկը այդպիսի քայլով ամրացրեց իրենց հարաբերությունները։ Նա փոխարինեց վերցնելը նրբանկատ խնդրանքով։ Երբ երեխաները սովորում են խոսել իրենց ցանկություններից եւ համբերատար սպասել, դրա փոխարեն նրանք ստանում են ոչ թե առարկա, այլ ավելի ջերմ հարաբերություններ, որը խաղալիքից ավելի թանկ է։ Երբեմն մեր եղբայրը կամ քույրը չեն ուզում, որ խաղանք իրենց խաղալիքներով։ Իսկ ինչ կարող ենք անել այդ դեպքում։ Ահա մի քանի խորհուրդ ձեզ, երեխաներ։ Խաղաղ ձևով արտահայտեք ձեր ցանկությունը։ Կարող եք ասել. «Ես շատ կցանկանամ խաղալ այդ ռոբոտով։ Կարող ենք մի օր միասին խաղալ»։ Երբ խոսում եք բաց ու անկեղծ, դա օգնում է դիմացինին հասկանալ ձեզ։ Առաջարկեք փոխանակվել խաղալիքներով, օրինակ, ես քեզ կտամ իմ մեքենան, եթե դու տաս քո ռոբոտը կարճ ժամանակով։ Սովորեք սպասել եւ հանգիստ մնալ, երբ ձեզ ասում են ոչ։ Ոչն էլ երբեմն նորմալ պատասխան է։ Երբեմն եղբայրդ կարող է ցանկանալ իր սեփական խաղալիքը իր մոտ պահել։ Դու էլ ունես խաղալիքներ, որ չես ցանկանում կիսվել։ Երեխաներ, խաղալիքները ժամանակի ընթացքում կփոխվեն, կկորցնեն իրենց հետաքրքրությունները, բայց եղբայրներն ու քույրերը կմնան ձեր կյանքի լավագույն ընկերները։ Հիշեք, որ ընկերությունը սկսվում է հարգանքից, անկեղծ սիրուց եւ համբերությունից։ Պրոֆեսոր Փոցերո Պարզ էր երեխաներ, թե ինչ է պետք անել այս պարագայում։ Հրաշալի է։ Իսկ հիմա սկսվում է մեր գիտափորձերի աշխարհը։ Սուսաննա, քեզ տեսնենք։ Պրոֆեսոր Փոցերո Մի վարքյան չի ծակվում։ Հա, շատ մեծ ծակեցի ու այս կողմից ջուրը թափվում է։ Ալիկ, ինչ ես կարծում, եթե մենք այս շիշը ծակենք, ջուրը կթափվի, թե ոչ։ Ոչ։ Ալիկ, ասա այո։ Տեսար, որ թափվում էր։ Ողջույն սիրելի երեխաներ, այսօր մենք կատարելու ենք շատ հետաքրքիր գիտափորձ եւ այդ հարցում ինձ օգնելու է իմ գործընկերը Ալիկը։ Ողջույն։ Ալիկ, սիրելի երեխաներ, մեզ այս գիտափորձի համար շատ քիչ բան է անհրաժեշտ, ընդամենը ջուր եւ ծակող ինչ-որ հարմարանք։ Ալիկ, ինչ ես կարծում, եթե մենք այս շիշը ծակենք, ջուրը կթափվի, թե ոչ։ Կթափվի։ Ինչու՞։ Որտեվ ծակեր ենք դնելու, Ճիշտ է։ կթափվի։ Ճիշտ ես ասում, Ալիկ, եթե մենք ծակենք, ջուրը կթափվի։ Բայց ես հիմա ձեզ ցույց կտամ, Ալիկ եւ սիրելի երեխաներ, որ շիշը ծակում ենք, ջուրը չի թափվում։ Եվ մի հնարքի միջոցով այնպես ենք անում, որ ջուրը թափվում է։ Այսքան խոսալու փոխարեն սկսենք կատարել գիտափորձը, հա։ Հա։ Փորձենք ծակել։ Այս առաջինը կթափվի մի փոքր։ Մեկ։ Մի քանի հատ անցքանենք, հա։ Մատիկով պահես մասը, որ ես սեղմում եմ, ինքը դուրս է գալիս։ Ջրին ստիպում եմ, որ դուրս գա շշից։ Հիմա տեսեք, սիրելի երեխաներ, ջուրը ծակել ենք, բայց չի թափվում։ Տեսնում ես, Ալիկ։ Չի թափվում։ Հիմա փորձենք, տեսնենք, կթափվի արդյոք ջուրը, երբ որ բացենք խցանը։ Տեսար։ Հիմա փակեցինք։ Չի թափվում։ Բացենք։
Սիրուն է, չէ։ Փորձես։ Բացում ես։ Լավ բացի, որ օդը ներս մտնի։ Ապրես։ Հիմա փակի, այնպես, որ օդ չանցնի։ Կարծես նոր շիշ լինի։ Ինչու այսպես տեղի ունեցավ, ալիք ու սիրելի երեխաներ, ջրի մոլեկուլները ունեն մակերևույթային լարվածություն եւ նրանք ամուր կապվում են իրար ներսում եւ թույլ չեն տալիս, որ ջուրը հոսի այս անցքերով դուրս։ Իսկ երբ որ մենք բացում ենք խցանը, ջրի բարձր ճնշումը իջնում է դեպի ավելի ներքև եւ ստիպում է ջրին, որպեսզի դուրս գա։ Այսինքն ճնշման տարբերությունների պատճառով։ Հետաքրքիր է, Ալիկ։ Եթե ձեզ էլ էր հետաքրքիր սիրելի երեխաներ, ապա անպայման կատարեք այս հետաքրքիր գիտափորձը եւ ուղարկեք փորձերոնին։ Հաջողություն։ Պրոֆեսոր Փորձերո։ Եվ ահա մեր գիտական փոքրիկ արշավը ավարտվեց։ Բայց ձեր հարցերը դեռ շարունակում եք ուղարկել մեր էլեկտրոնային հասցեին։ Ձեզ հետ ձեր լավ ընկեր պրոֆեսոր Փորձերոնն էր։ Եվ հիշեք, հարցերը նման են աստղերի, դրանք երբեք չեն վերջանում։ Առայժմ Պրոֆեսոր Փորձերո։ Փորձերո պրոֆեսոր, նորը սովորի այսօր։ Փորձերո պրոֆեսոր։ Փորձերո։